Քրիստոնեական ուսմունքի գլխավոր թեմաները մաս 2 Ուսմունք բառում ամփոփված է այն ամենը, ինչ սովորեցնում է Աստվածաշունչը։ Այս պատճառով լավ կլինի աստվածաշնչյան ուսմունքը դասակարգել ըստ թեմաների։ Ուսումնասիրության տվյալ փուլում մենք կհետևենք դասական կառուցվածքին, Աստվածաշնչի կարևոր ուսմունքները 16 տարբեր թեմաների դասակարգելով։ Մատենագիտություն, բիբլիոլոգիա, հունարեն բիբլիա, հավասար գրքեր, պլյուս լոգիա, հավասար ուսումնասիրություն կամ խոսույթ։ Աստվածաշնչի ուսումնասիրությունն է, ներառում է աստվածային հայտնությունը, աստվածաշնչյան գրվածքների կազմումը եւ աստվածաշնչի հեղինակությունն ու կիրառումը քրիստոնյայի կյանքում։ Այն կարող է ներառել նաև հերմենևտիկական, հունարեն հերմենեու, հավասար է մեկնաբանել, մեկնել, որը աստվածաշնչի մեկնաբանության սկզբունքների ուսումնասիրությունն է։ Աստվածաբանություն, թեոլոգիա, հունարեն տեոս, հավասար աստված, պլյուս լոգիա, հավասար ուսումնասիրություն կամ խոսույթ։ Աստծո ուսումնասիրությունն է, ներառում է Աստծո բնությունը, հատկանիշները եւ գործերը։ Տվյալ եզրույթը օգտագործվում է նաև ամբողջական վարդապետության մասին խոսելիս։ Քրիստոսաբանություն, քրիստոլոգիա, հունարեն Քրիստոս, հավասար Քրիստոս, պլյուս լոգիա, հավասար ուսումնասիրություն կամ խոսույթ։ Քրիստոսի ուսումնասիրությունն է, ներառում է Քրիստոսի բնությունն ու գործերը, հատկապես նրա կյանքը, մահը, հարությունն ու փառավորվելը։ Պնևմատոլոգիա, հունարեն պնեումա, հավասար հոգի, պլյուս լոգիա, հավասար ուսումնասիրություն կամ խոսույթ։ Սուրբ Հոգու ուսումնասիրությունն է, ներառում է նրա բնությունը եւ գործերը, հատկապես դարձի եւ քրիստոնեական կյանքի վերաբերյալ։ Հրեշտակաբանություն, անգելոլոգիա, հունարեն ագելոս կամ անգելոս, հավասար հրեշտակ, պլյուս լոգիա, հավասար ուսումնասիրություն կամ խոսույթ։ Հրեշտակների ուսումնասիրությունն է, ներառում է հրեշտակների որպես Աստծո ծառաների բնությունը եւ ծառայությունը։ Դիվաբանություն, դեմոնոլոգիա, հունարեն դայմոն, հավասար դև, պլյուս լոգիա, հավասար ուսումնասիրություն կամ խոսույթ։ Դևերի ուսումնասիրությունն է, ներառում է սատանայի եւ դևերի բնությունը, գործերը եւ վերջնական դատաստանը։ Մարդաբանություն, անթրոպոլոգիա, հունարեն անթերոպոս, հավասար մարդ, պլյուս լոգիա, հավասար ուսումնասիրություն կամ խոսույթ։ Մարդու ուսումնասիրությունն է, ներառում է մարդու արարումը, անկումը, բնությունը եւ կարիքները։ Փրկաբանություն, սոթերոլոգիա, հունարեն սոթերիոն, հավասար փրկություն, պլյուս լոգիա, հավասար ուսումնասիրություն կամ խոսույթ։ Փրկության ուսումնասիրությունն է, ներառում է Քրիստոսի խաչն ու հարությունը, Աստծո գերիշխանությունը եւ մարդու պատասխանատվությունը, ապաշխարությունը, հավատը եւ գործերը, ինչպես նաեւ հավատացյալի արդարացումը, հաստատվելը, սրբագործումը եւ վերջնական փառավորվելը։ Եկեղեցաբանություն, էկլեսիոլոգիա, հունարեն էկլեսիա, հավասար եկեղեցի, պլյուս լոգիա, հավասար ուսումնասիրություն կամ խոսույթ։ Եկեղեցու ուսումնասիրությունն է, ներառում է եկեղեցու հիմնումը, նպատակը, կազմակերպումը, կանոնադրությունը եւ պատասխանատվությունները։ Վախճանաբանություն, էսխատոլոգիա, հունարեն էշչատոս, հավասար վերջին բաներ, պլյուս լոգիա, հավասար ուսումնասիրություն կամ խոսույթ։ Վերջին օրերի ուսումնասիրությունն է, ներառում է մահը, երկինքը եւ դժոխքը, Քրիստոսի երկրորդ գալուստը եւ արարչագործության վախճանը։ Բարոյագիտություն, էթիկա, հունարեն էթիկոս, էթոս, հավասար սովորույթ, բարոյական սովորություն։ Բարոյական արժեքների ուսումնասիրությունն է, անդրադառնում է մարդկային կյանքի եւ բարոյականության վերաբերյալ քրիստոնյայի պատշաճ աշխարհայացքին եւ վարքագծին։ Նվիրման կյանք, Սուրբ գրքում ներկայացված եւ եկեղեցու պատմության ամբողջ ընթացքում կիրառված նվիրման ուղղությունների կարգ ու կանոնի ուսումնասիրությունն է։ Քրիստոնեական ծառայություն, տեղական եկեղեցում գործող հոգեվոր պարգևների եւ տարբեր ծառայությունների ուսումնասիրությունն է, երբ շեշտը դրվում է հովվական ծառայության եւ հռչակումների վրա։ Ավետարանչություն, հունարեն Եվագելիոն կամ Եվանգելիոն, հավասար բարի լուր, ավետարանի բովանդակության եւ այն աստվածաշնչյան մոտեցմամբ ուրիշներին հաղորդելու միջոցի ուսումնասիրությունն է։ Միսիոլոգիա, լատիներեն միսիո, հավասար ուղարկել, պլյուս հունարեն լոգիա, հավասար ուսումնասիրություն կամ խոսույթ։ Եկեղեցու միսիոներական աշխատանքի ուսումնասիրությունն է, ներառում է մեծ հանձնարարականը, անհատական միսիոներական կանչը, աշխարհի հոգեվոր կարիքները եւ առաքելության աստվածաշնչյան մեթոդաբանությունը։ Խորհրդատվություն, աստվածաշնչյան խորհրդատվության ուսումնասիրությունն է, անհատների հոգեվոր, մտավոր եւ հուզական կարիքները հաշվի առնելով։ Հաջորդ տեսանյութին կխոսենք քրիստոնեական ուսմունքի աղբյուրի մասին։ Եթե ցանկանում ես, կարող ես տեսանյութը պահպանել, որպեսզի հաջորդ տեսանյութը բաց չթողնես։ Այսքանը, լավ եղեք, Հիսուս Քրիստոսով եղեք։